Ժորժան, քաղաքացին դիմելը ասում է գույքը հարկը իր գողացված ավտոյի վրա ավելանում է եւ դա պետությունը չի սառացնում, չի չեղարկում։ Պատկերացրեք մի իրավիճակ, որ դուք վաճառում եք ավտոմեքենա, այդ ավտոմեքենան ձեզանից փակովի վերցնում են եւ գողանում են այդ ավտոմեքենան։ Ձեզ գումարը չեն տալիս եւ այդ ավտոմեքենան փնտրում են իրավապահ մարմինները եւ արդյունքում գույքը հարկը գնալով աճում է եւ դատական նիստ է գնում, ասում են, որ երբ դատական նիստը կավարտվի, նոր համարները կտան սեփականատիրոջը այդ ավտոյի եւ նոր կլինի այդ ավտոն ուրեմն իր բանից անունից հանի, բայց արդյունքում ինչ է լինում, գույքը հարկը ավելանում է 4-5 տարի եւ վերջում պետությունը ասում է սիրելի տուժող կողմ, ումից որ ավտոն գողացել են, գնա եւ գույքը հարկը վճարի։ Պատկերացնում եք, հա մարդը զրկվել է իր ավտոյից, գողացել են, տուժել է։ Համել պետությունը ասում է տուժողին այդ գույքը հարկը գողացողի պատճառով տար վճարի։ Պատկերացնում եք, քաղաքացին գնում է քաղաքապետարան, ընդեղից ուղարկում են թաղապետարան, թաղապետարանը գնում, ընդեղից ուղարկում են քաղաքապետարան, քաղաքապետարանը վերջում ասում է դե գնա վճարի, ոնց որ խնդրից պրծի, էլի, բայց մարդը խի պետք է գնա վճարի, սկզբունքային հարց է, ինքը այս երկրի քաղաքացի է, ապրում է այս երկրում, ու իր նման բազմաթիվ մարդիկ ապրում ու հարկ են վճարում, բայց պետությունը տուժած մարդկանց մի հատ էլ ավելի է տուժված վիճակի մեջ դնում։ Սա գիտեք ինչ, սա անարդարություն է եւ պետության անպատասխանատվությունն է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ քաղաքացին ու մյուս քաղաքացիները, ովքեր ունեն այս խնդիրը, խնդրում եմ գրեք ինձ, մենք դիմում ենք նախապատրաստելու եւ հանձնելու ենք կառավարությանը։ Այո, այս խայտարակությունը պետքա չեղարկվի, տուժող կողմը պետքա ազատվի այս գույքը հարկից։ Գույքը հարկը կուտակվել է ոչ թե իր պատճառով, այլ գողացված, ուրեմն ավտոյա դա եւ գողացողի պատճառով է դա տեղի ունեցել։ Ժորժան, ովքեր ունեն նման խնդիր, գրեք, միասին մենք ուրեմն դիմում կազմենք եւ հանձնենք կառավարությանը, տարածեք այս տեսանյութը, բաժանորդագրվեք իմեջին, մեկնաբանեք, լայքեք, սա շատ կարեւոր խնդիր է։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, եւ ես անարդարության դեմ եմ, գրեք ձեր անարդարության պատմությունը, որ միասին հասնենք արդարության։